Վարդապետական 33 Սուրբ գրային օրենքները Գլուխ 13 Արդարի բժիշկը Աստված է, ըստ այս սուրբ և բոլոր դարաշրջանում անփոփոխ եղող համարների։ Ելից 15-26, 23-25-26, Թվոց 12-13, Երկրորդ Օրինացիս 7-15, 32-39, Երկրորդ Մնացորդաց 16-12, Հոբ 42-10, Սաղմոս 103-2-3, 147-3, Առակաց 4-20-22, Երեմիա 17-14, Հակոբոս 5-14-16, Առաջի Պետրոս 2-24 Եվ ով ընթերցող հովիվ, որ դու հիվանդանում ես ու դիմում ես մարդ կռապաշտ ու սնոտի բժիշկներին, Սուրբ գրքի որ համարի համեմատ ես անում, որ արդարը հիվանդացավ ու դիմեց մարդ բժիշկին, ամենակարող բժիշկ եղող Եհովային ու Հիսուս Քրիստոսին, սնոտի մարդ բժշկի հետ փոխելով։ Չէ՞ որ հենց այս խոսքերով Երկրորդ Մնացորդաց 16-12, որ Ասա թագավորը չապաշխարեց, որ աստվածային զորությունով բժշկվեր, այլ մարդ բժիշկներ ուզեց ու վիզը մեղքի մեջ խստացնելով մարդ բժիշկներին ապավինեց բժշկվելու համար։ Ու հենց այս խոսքերի համեմատ Երեմիա 17-5 անիծյալ դարձավ։ Աստված մեզ շատ սաստիկ վախով վախեցնում է, որ չլինի հանկարծ մենք, արդար քրիստոնյաներս, որևէ հիվանդությունից, ցավից և ախտից բժշկվելու համար թողնենք ամեն հիվանդություն, ցավ և ախտ կատարելապես բժշկող Եհովա Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգի եղող Աստծուն և սնոտի մարդ բժիշկներին ապավինելով և նրանցից բժշկություն ակնկալելով անիծյալ ու կռապաշտ դառնանք ըստ այս համարի։ Երեմիա 17-5 Ուրեմն, ով ընթերցող հավատացյալ, եթե դու իրոք արդար ու սուրբ ես, քո բժիշկը միայն Հիսուս Քրիստոսը պիտի լինի, որովհետև դու նրա խոցերով բժշկված ես։ Եսայի 53-4, Առաջի Պետրոս 2-24 14-րդ գլուխ Եթե մի հավատացյալ թերահավատությունով բռնվում է ու անհավատությունով է լեցվում այս բազում սուրբ բժշկարար համարների հանդեպ, Ելից 15-26, 23-25-26, Թվոց 12-13, Երկրորդ Օրինացիս 7-15, 32-39, Հոբ 42-10, Սաղմոս 103-3, 147-3, Առակաց 4-20-22, Հակոբոս 5-14-15, Առաջի Պետրոս 2-24 Եվ որևիցե հիվանդությունից, ցավից կամ ախտից բժշկվելու համար թողնում է ամենքի բժշկության աղբյուր եղող Եհովա Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգի եղող ամենակարող ու միակ զորավոր Աստծուն, Ծննդոց 1-26, Հովհաննու 10-30, Առաջի Հովհաննու 5-7, 20 Եվ դիմում է մարդ սնոտի ու կռապաշտ բժիշկներին, նրանցից բժշկություն ակնկալելով, որոնք մարդուն սովորաբար բժշկում են
դիվական ծրագրերի համեմատ, նրանց չարչարելով և հարստահարելով ու վարձ կառներով։ Եվ շատ հոգով կույր հավատացյալներ, որ սատանայից խաբված ասում են, թե այդ մարմնավոր բժշկությունը Աստվածանից է տրված մարդուն բարիք անելու համար, թող լավ իմանա այդ հոգով կույր հավատացյալը, որ Աստվածանից տրված պարգևները ու շնորհները ձրիաբար է տրվում մարդուն, որպեսզի մարդն էլ ձրիաբար փոխանցի կարիքավորին, առանց որևէ դրամ վերցնելու։ Որովհետև բժշկողը ոչ թե մարդ ոչինչն է, այլ անտեսանելի Սուրբ Հոգի եղող Աստվածը մարդ գործիքների միջոցով։ Եվ այդ ծնոտի բժիշկների բժշկած հիվանդների 99%-ը կրկին հիվանդանում են, բայց Սուրբ Հոգու կողմանե բժշկվածները, եթե միշտ սուրբ կյանք ապրեն Սուրբ Հոգու զորությունով ու այդ Հոգու ձայնից կառավարվեն, նրանց ոչ մի հիվանդաբեր և ցավաբեր ոգի չար հրեշտակ չի կարող մոտենալ։ Ելից 15:26, Երկրորդ Օրինացիս 7:15, Հովհաննու 5:14, եթե Տերը թույլ չտա։ Բայց եթե Տերը թույլ տա, որ դու հիվանդանաս մի կարճ ժամանակ Հոբի պես, լավ իմացիր, որ վերջը օրհնություն ու բարիք է լինելու, ինչպես եղավ Հոբին ու Պողոսին, որովհետև Տերը մարդու աչքին վատ թվացող շատ չար բաները բարիին հաղորդակից է դարձնում իրեն նվիրված զավակների համար։ Բայց որ մեր օրերում չկան, ու ես դեռ չեմ հանդիպել բուն Հիսուս Քրիստոսի, Պողոսի ու Անանիայի պես Սուրբ Հոգով օծված, Գործք Առաքելոց 3:6-8, 5:15, 9:17-18, 34, 19:11-12, Գործք Առաքելոց 10:38 ու Մկրտված Գործք Առաքելոց 1:5 և Սուրբ Հոգու զորությունով ու ձրիաբար բժշկող ճշմարիտ քրիստոնյաների, որոնք այդ բժշկությունները կատարում են միայն Աստծո փառքի համար, որպեսզի աշխարհի մարդիկ տեսնեն ու դեպի Հիսուս Քրիստոսին դառնան և սուրբ կյանք ապրելով հոգիները փրկվի դժոխքից։ Դրա համար է այդ սուրբ ու կատարյալ առաքյալների պակասի պատճառով, որ այս ծնոտի բժիշկները մեծ համբավ ու դիրք ունեն աշխարհի մեջ Սիմոն Մոգի պես, Գործք Առաքելոց 8:9-11։ Բայց ես Տիրոջ Հոգու մարգարեական պարգևի շնորհիվ Ա Կորնթացիների 12:7, 14:1 վկայում եմ ձեզ, որ շուտով Հոգով մկրտված երբ Սուրբ Հոգու երկրորդ օծությունը ստացած Ղուկաս 24:49, Գործք Առաքելոց 1:5, Ա Պետրոս 5:10 շատ քրիստոսանման հովիվներ պիտի վեր բարձրանան ու Հոգու զորությունով պիտի բժշկեն ամեն հիվանդություն, ցավ և ախտ, անգամ անբուժելի համարվածները, հոգեկանը խանգարվածներ, հաշմանդամներ, կույրեր, կաղեր, անդամալույծներ, տարբեր տեսակի սեռային անբուժելի վարակներ ունեցողներ, տարբեր տեսակի չարորակ խոցեր ունեցողներ, շաքարախտներ և մի խոսքով ամեն հիվանդություն ու ցավ։ Եվ այդ ծնոտի բժիշկները իրենց բժշկական ծրագրերի ու քիմիական դեղերի հետ միասին ոչինչ ու անպիտան են դառնալու, ինչպես անպիտան դարձավ Սիմոն Մոգի մեջ եղած դիվական զորությունը։ Եվ լավ իմացիր, ով հավատացյալ, որ քեզ հիվանդաբեր, ցավաբեր և ախտաբեր ոգի է մոտենում,
Հոբ 2:7, Մատթեոս 10:1, Ղուկաս 13:11, 16, Երկրորդ Կորինթացիների 12:7, և դու փոխանակ անձդ քննես Հոբի պես, Հոբ 2:7, որ եթե մեղք ես գործել, այդ մեղքդ հոգին լույսի հանի, և դու Տիրոջը դառը զղջումով խոստովանես, Երկրորդ Թագավորաց 24:10, Չորրորդ Թագավորաց 20:1-3, Առաջի Հովհաննու 1:9, և նրանից ներում ստանաս ձրիաբար իր սուրբ արյան շնորհիվ, և հոգիդ բժշկվի մեղքիցը, և մարմինդ ազատագրվի այդ հիվանդաբեր, ցավաբեր կամ ախտաբեր ոգիներիցը, Սուրբ Հոգու ամենակարող զորության շնորհիվ։ Իսկ եթե դու անձդ չես քննում, և այս դիվական միտքն ընդունելով և ամուր բռնելով ասում ես, դե մարմին է ու պետք է հիվանդություն ու ցավ ունենա, և մոռանում ես այս սուրբ մարդուն կատարյալ առողջություն պարգևող համարները, Ելից 15:26, 23:25-26, Երկրորդ Օրինացիս 7:15, Սաղմոս 103:3, 147:3, Առակաց 4:20-22, Առաջի Պետրոս 2:24, ու վիզդ մեղքի խաբեության մեջ խստացնելով գնում ես և Ասսա թագավորի պես դիմում ես մարդ կռապաշտ բժիշկներին, Երկրորդ Մնացորդաց 16:12, նրանց ապավինելով և նրանցից բժշկություն ակնկալելով, և ամենակարող բժշկության աղբյուր եղող Հիսուս Քրիստոսին այդ մարդ բժիշկներից ավելի անզոր դարձնելով, նսեմացնելով և անարգելով, ասեմ քեզ, որ մարմնավոր և միայն անունով Հիսուս Քրիստոսին հավատացող, որ դու այդ անելով այդ կռապաշտ բժշկին ես ապավինում, և այդ բժիշկը դառնում է քո ապավինության վեմը և բժշկության Աստվածը, ու այդ մարդուն ապավինելով անիծյալ ես դառնում ըստ այս համարի, Երեմիա 17:5, և այս վերջին հանդիմանությունն էլ քեզ, ով մարմնավոր բժիշկներին դիմող ու ապավինող մարմնավոր հավատացյալ, Սուրբ Հոգու կողմանե, որ դու այդ անհավատարիմ ու գարշելի քայլդ անելով, էլ աստվածապաշտ չես անվանվի Հիսուս Քրիստոս ահեղ դատավորի կողմից, այլ 100%-ով կանվանվես մարդապաշտ և ինքըստինքյան կռապաշտ, եթե չապաշխարես այդ չար աշխարհիկ ցանկությունիցդ ու գործիցդ։